Ասում եք աշխատում ենք, չեք տեսնում, ուղիղ եթերում չկա, բայց ակներևաբար այդ դիմակավորված մարդիկ տեսել են, որ ոստիկանները երկուսը միաժամանակ երջանիկ պատահականությամբ նույն ցանկությունն առաջացել, չնայած մի քիչ առաջ էին դուս եկել քննչականից։ Ամեն դեպքում հարցս հետևյալն է, պատկերացրեք մի հատ իրավիճակ, տեղի ունենում քաղաքացիների բողոքի ակցիա, որի այնտեղ այցելում, այդ բառը կարևոր է, այցելում են երկու հոգի, որոնց ազատությունից զրկելը որոշակի սահմանափակումներ ունի, այդ այցելուներից մեկը զրկում է ազատությունից, նստեցնում է մեքենա, ոստիկանական մեքենա, ակնհայտ է, որ դուռը չեն բացում, չեն խնդրում, ասեն համեցեք, ազատությունից զրկվում է, տեղափոխվում է ոստիկանական բաժանմունք, որոշ ժամանակ, մի քանի րոպե պահելուց հետո մարդուն ասում են գնա։ Եվ այդ մարդը բողոքում է, ասում է, մի հատ բացատրեք, եթե ես կարգ եմ խախտել, ինչի համապատասխան գործընթաց իմ դեմ չի նախաձեռնվել։ Եթե ես չեմ խախտել, մի հատ բացատրեք, ինչպես եղավ, որ ես իմ կամքին հակառակ, ուժի կիրառմամբ ուղեկցվել եմ A կետից B կետը։ Եվ ձեր ենթական քրեական գործը կարճում է։ Ցուցմունքներում կան էական հակասություններ, չի կազմակերպվում առերեսում, կարող եմ ձեզ հիմա փոխանցել։ Հարցաքննվում են ոստիկաններ միայն, չնայած իրանք են նշում, որ բազմաթիվ քաղաքացիներ են եղել։ Իմ կողմից ներկայացված փաստացի նյութերից մեկը չի նշվում, 1/3-ը չի նշվում։ Չեք կարծում, որ միգուցե իմաստունի սա նորից անդրադառնալ եւ այս պարզ առաջի ազգից պարզ, բայց իրականում խորքային թերությունները շտկել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ճիշտ ասած, ես չընկալեցի, որ դեպքի մասին է խոսքը, դուք ընդհանրական նշեցիք, մոտավորապես պատկերացնում եմ, որ դեպքի մասին է խոսքը, բայց ես պատկերացնելով չեմ ցանկանա ինչ-որ հանգամանքներ վերլուծել, բայց մի հանգամանք նշեմ, պարոն Խաչատրյան, մենք որպես պաշտոնատար անձ եւ մասնավորապես քննիչը, որպես սուբյեկտ, վարույթ իրականացնող մարմին, ինքը գնահատում է գործողությունները, այսինքն կա արարք, դեպք, նկարագրություն եւ պարտավոր է քննիչը այդ գործողությունների ամբողջ շղթան գնահատի ոչ թե մեկ կողմի կամ մեկ անձի ներկայացրած դիրքորոշումների կամ հիման վրա, այլ այդ ապացույցները, փաստական տվյալները պետք է հաստատի քննիչը, այլ անաչառ, այլ անկողմնակալ անձանց ցուցմունքներով, այլ գործողություններով, վարույթային գործողություններով, հիմա այստեղ եթե ընդհանրական ենք խոսում, մենք դուք նշեցիք, որ ոստիկանության աշխատողները ֆիզիկական ուժի ներգործության բերման են ենթարկում եւ այլ, ես չգիտեմ, օրինակ ոստիկանության աշխատակիցները իրավասու են անձին բերել բաժին, թե տարբեր վարույթների շրջանակներում եւ տարբեր կասկածանքով, ես չեմ կարող ասել քննարկող իրավիճակում ինչ կասկածանքով են բերել կամ ինչ վարույթի շրջանակներում են բերել, իհարկե այդ բերելը չի ենթադրում անպայման հետագա անազատություն։ Հնարավոր է նաև բերելուց հետո սենց մի հատ օրինակ բերեմ, պարոն Խաչատրյան, նույնիսկ անձի ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանության աշխատակիցը կարող է բերել եւ համոզվի անձի ինքնությունը պարզի ու բաց թողա, այսինքն տարբեր ընթացակարգեր կան, եթե խոսքը վերաբերում է քրեական վարույթին, մենք կոնկրետ վարույթներով այդ թվում գնահատական ենք տալիս ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափությանը։ Ինչ վերաբերվում է առերեսումներին, որ նշում եք առերեսումներ չի կատարվել, օրենքը ինքնանպատակ չի, այդ քննչական գործողությունը, եթե վարույթի մասնակիցների ցուցմունքներում արկա է նախկինում տված ցուցմունքներում արկա են էական հակասություններ, այս պայմաններում ես եթե էական հակասություններ կար, այդտեղ խնդիր չեմ տեսնում ընդհանրապես որպեսի կատարվի այդ գործողությունները, եթե դուք վարույթում ներգրաված եք, պարոն Խաչատրյան, խնդրեմ միշտորություն ներկայացրեք, եթե առերեսման անհրաժեշտություն եք տեսնում, քննարկվի քննիչի կողմից եւ ձեզ կպատասխանեն։ Համեցեք արձանը։ Պարոն գեներալ, շատ ճիշտ բան ասացիք, մեկ կողմի ցուցմունքների իման վրա պետք չի որոշում կայացնել։ Ես էլ նույնն եմ ձեզ ասում։ Ասում եմ, ո՞նց եղավ, որ կա երկու կողմ, լավ, մի հոգի բողոքում է, մի հոգի պաշտպանվում է, լավ, հենց իլյուստրատիվ ասեմ, լավ։ Եվ կան ոստիկաններ, եւ կան քաղաքացիներ, բացառապես ոստիկանների ցուցմունքների իման վրա այս ամեն ինչը արվում։ Մի կողմի վրա, մի կողմի ցուցմունքների հիման վրա։
Ձեր ասածն եմ կրկնում, ոչ մի բան իզնից չեմ ավելացնում։ Ասում եք մարդուն կարելի է բերման ենթարկել, հետո բացել։ Իհարկե պետքա բերման ենթարկես, եթե բան չի արել, բաց թողես։ Բայց ժխտել բերման ենթարկելու փաստը, այ դա արդեն աբսուրդ է։ Երբ ասում ես այդ ո՞նց եղավ, մարդը A կետից հայտնվում է B կետում, իր կամքին հակառակ մտցնում է, ուղեկցվում է, լավ սենց ասեմ, ոստիկանության բաժանմունք, հետո բարի աչքերով նայում, ասում են, չէ, այդպես բան չի եղել, բերման չենք ենթարկել։ Ոնց կարող է օրինակ, ոչ որպես պաշտոնատար անձ, գերատեսչության ղեկավար, ուղղակի որպես բանական մարդ բացատրել այդ հրաշափառ տեղափոխումը։ Այդ տելեպորտացիան երբանից սկսես կիրառվել ես տարածաժամանակային կոնտինուումում, որ տեղակ չէ։ Համեցեք, պարոն։ Շատ լավ, պարոն Խաչատրյան, ես պատասխանեցի, եթե ինչ-որ փաստաթղթային ձևակերպում չի ստացել, մի հատ պետք է նայենք, հասկանանք, էլի ես հիմա չեմ կարող այս ասենց անորոշ պատասխաններ տամ էլի ձեզ։